Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Սիմոնյան, նախ խնդրում եմ երբևէ իմ հարցերը անձնավորված չընդունել, որովհետև 2012 թվականից ես ոլորտում աշխատում եմ ու անկախ վերացեք ձեր անձի քննարկումը, քննարկման այստեղ բազմաթիվ ուղղակի ասում եմ հարցերի հետ կապված։ Տեսեք, վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը կառավարության նիստում, երբ որ նա ասաց, որ ճողոպրել փախել են, արցախցիները 20 թվականի պատերազմի ժամանակ, դրան արձագանքել էր Արցախի նախկին նախագահներից Սամվել Շահրամանյանը եւ նշել էր, որ դա պարզապես զառանցանք է եւ նման բան չի եղել, որևէ մեկը որևէ Արցախցու հրաման չի տվել փախնելու կամ իրենք էլ այնպես չի եղել, որ նման իրավիճակում թողել եւ փախել են լքելով Արցախը։ Ես կխնդրեի անդրադառնայիք Սամվել Շահրամանյանի այս հայտարարությանը։ Բա ինչի է ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները Բաքվում բանտում։ Դա փախնելը ոնց անում։ Կրկնում եմ, բա ինչա ինքը Երևանում հարցազրույց տալիս, իսկ Լեռնային Ղարաբաղի մնացած ղեկավարները հիմա Բաքվի բանտում։ Թող սուս մնա, ինչքան քիչ խոսա, այնքան իր օգուտն է։ Թող քիչ խոսի։ Ես իրան խորհուրդ եմ տալի քիչ խոսի եւ ստեղ այնտեղ չներկայանա որպես ինչ որ պաշտոնյա։ Ինքը պաշտոնյա չի, ինքը իր ձեռքով ստորագրել է, որ ինքը պաշտոնյա չի ու պաշտոնյա չի եղել եւ հիմա առնվազն բարոյական չի նման ձևով պահել մեր բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության բարձր հովանու ներքո, հիմա բոլորը բան են դարել, ասլան են դարել, թող քիչ խոսի, թող ընդհանրապես դադարի նման բաները խոսելը եւ իր տեղը իմանա, ես իրանց զգուշացնում եմ, թող ինքը իր տեղը իմանա։ Պարոն Սիմոնյան, նախընտրական ծրագրի նախագծում նշվում է, որ կարճաժամկետ ու երկարաժամկետ այդ հեռանկարներում այլ երկրները Հայաստանին պետք է ավելի ու ավելի պակաս նկատեն որպես սպառնալիք ու Հայաստանին դիտարկեն որպես խաղաղության այդ աջակցեն քայլերը Հայաստանի խաղաղության ընդառաջ։ Այս համատեքստում, եթե այլ պարագայում դիտարկենք Հայաստանի դեմ տարվող սպառնալիքները, թեկուզ հիբրիդային պատերազմների տեսքով, թեկուզ հենց առաջարկություններով, թե որ ուժերին են ուզում տեսնեն ազգային ժողովում։ Այս պարագայում Հայաստանը իրեն ինչպես պետք է դրսևորի ու ինչպես պետք է պայքարի այդ սպառնալիքներին։ Շնորհակալություն հարցի համար։ Մենք արդեն բավականին երկար ժամանակ է գտնվում ենք այդ նմանատիպ սպառնալիքների եւ հարձակումների ներքո եւ գիտեք ինչ, այս դեպքում մեր երկրի փոքր լինելը եւ իշխող կուսակցության պաշտոնյաների անմիջական լինելը մեզ շատ փրկում է եւ օգնում է։ Այսինքն պետք չի որևիցե մեկին մտնի համացանց եւ տեսնի ինչ են գրում, որովհետեւ ինքը կարող է այս շաբաթ կիրակի Հայաստանի Հանրապետության ամբողջ կառավարությանը վարչապետին իր բակում տեսնի եւ յուրաքանչյուր հարց տա, ինչպես նաեւ իր դժգոհությունը հայտնի կամ վրդովմունքը հայտնի։ Ես ուզում եմ մի հարցի անդրադառնալ, միևնույն ժամանակ այդ սպառնալիքներից մեկը, օրինակ տեսեք, եկեղեցում տեղի ունեցած այն դեպքը, հա, երիտասարդի հետ կապված, ես շատ ուզում եմ, որ մեր ծնողները, մեր հայրենակիցները մարդիկ ուշադրություն դարձնեն այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ազդեցություն գործել երիտասարդների եւ մարդկանց վրա, հա։ Ես չեմ քննարկում այդ երիտասարդի մեղավորություն, չմեղավորությունը, բայց իր հետ ենթադրում եմ եւ էլի շատ մարդկանց հետ կոնկրետ աշխատանք է տարվում եւ այդ ատելությունը, լարվածությունը դրվում է մարդկանց մեջ։ Հիշում եք հոկտեմբերի 27-ի դեպքերից առաջ, որ Վազգեն Մանուկյանը ասում էր, իրանք մի խումբ ռոմանտիկ են։ Եվ ես բնական է որևիցե զուգահեռներ չեմ անցկացնում այդ երիտասարդի հետ, հա, ես զուգահեռ եմ անցկացնում այն բանի վերաբերյալ, որ փորձում են մարդկանց ատելության լցնել եւ տեսեք, հա, ես օրինակ երբևիցե ես քաղաքական ակտիվիստ եմ եղել, ես Ռոբերտ Քոչարյանին չեմ սիրել, չեմ ընդունել, Սերժ Սարգսյանին չեմ սիրել, չեմ ընդունել, հա, բայց ես երբեք ինձ թույլ չէի տա երկրի ղեկավարի վրա ձեռք բարձրացնել, որտեղ նախ դա հիմարություն է, երկրորդը դա հարց չի լուծում եւ երրորդը, այսինքն դա ինչ գործողություն է, որ պետք է արվի, հա, կամ որ քննարկում ասում են հարվածել են կամ
ինչ որ ձևով հրել են եւ այլը։ Ասենք դուք հասկանում եք, որ յուրաքանչյուր երկրի ղեկավարի վրա որ մեկը հարցակվի, մի օրինակ աշխարհում որտեղ ուզում եք, ինչ կտեղի կունենար, հա։ Ու նորից եմ ասում, այստեղ խնդրեմը ես խնդրում եմ ծնողներին, այդ երիտասարդների եւ մնացած ծնողներին ուշադիր լինեն, որտեղ ատելությամբ են լցնում մարդկանց։ Ես նույնպես հետախոսակցություն եմ ունեցել այդ տղայի, երբ որ մտնում էի եկեղեցի։ Ես դրա մասին հրապարակային չեմ ասել, բայց երբ ես ուշացած եկա եւ անցնում էի մտնում էի եկեղեցի, իրանցից մեկը իմ դեմը ասենց մեջքով փակում էր, որ ես չանցնեի։ Ես ինձ հաջողվեց անցնել։ Հետո հասա իրեն։ Ինքը ինձ շուրեկավ, ասեց ինձ մի հրեք։ Ասի չեմ հրում։ Աղջիկ է անցնում, թույլ տանք աղջիկը անցնի, բայց այդ լարվածությունը իր մեջ այն ժամը այդ պահից սկսած արդեն կար։ Այդ մարդկանց մեջ դրվում է այդ հիբրիդային պատերազմի, հիբրիդային հարձակումների մասը, որ երիտասարդներին, այն մարդկանց, ովքեր որ կարող են ազդեցության ներքո հայտնվել, դրթես գործողություն անեն։ Դու չես անում, դու վերևից ասում ես դե ռոմանտիկ են, կամ կողքով անցնում ես, ասում ես հիմա կողքով անցնում ես։ Այո, շատ զգուշ պետք է լինենք, բայց նորից եմ խնդրում մեր քաղաքացիներին ուշադիր լինեն այդ ազդեցության տակ ատելության խոսքից եք խոսում։ Ամենամեծ ատելության խոսքը տարածում է այսօր ռադիկալ տրամադրված ընդդիմադիր դաշտը։ Ամենամեծ մեզ կախաղան հանելու տեսահոլովակներ են պատրաստում։ Այս տարվա մասին եմ խոսում։ Հիմա այլոց չեմ խոսում 2021 թվականի մեզ Բաղրամյան պողոտայի վրա գնդակահարելու տեսարանների մասին։ Կոնկրետ օրինակներ եմ բերում։ Մեզ կախաղան հանելու, մեզ սպանելու, մեզ ատելությունը ինչ ձևով են արտահայտում։ Իսկ այդ ինչա՞, դա հիբրիդային հարձակման մի մաս է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մտնի ոչ ստաբիլ, չգիտեմ, հեղափոխական, քաղաքացիական պատերազմի տրամաբանություն, նկարագիր ունեցող բանի մեջ իրանք էլ դրսից ասեն դե բան անենք, անչափ կոչ են կանում կողմերին, որ բան լինեն, էլի զուսպ լինեն։ Կներեք, մի երկար պատասխանեցի, բայց հավաքվել էր։